Իսրայելն ու Միացյալ Նահանգները ստրատեգիական պարտություն են կրել Իրանի դեմ պատերազմում, դա արդեն տեսանելի է, ոչ ռեժիմի փոփոխության են հասել, ոչ Իրանի մասնատման են հասել, ոչ համարձակվում են նույնիսկ օրինակ Խարկ կղզին գրավել, որը գիտեք այդ նավթային տերմինալն է Իրանի, այո 90%-ն դեպա կենտրոնացած, իրանք ինչ կարող են անել, միայն կամ երեսը փրկելով նահանջանել, բայց ոնց որ թե իսրայելական լոբի տակ կքած Տրամփը նման համարձակություն չունի, կամ բարբարոսություն անել։ Իրանք ընտրել են բարբարոսության ճանապարհը։ Ցանկացած բարբարոսություն բերում է բումերանգի էֆեկտով պատասխանի, եւ ցավոք սրտի պատերազմի խորքն ու աշխարհագրությունը սկսում են մեծանալ։ Այս վտանգը ունենք, արդեն մեր մոտ ինֆլյացիայի process-ներ են կատարվում, նույնիսկ կենտրոնական բանկի նախագահը չհերքեց դա, ավելի խորացման դեպքում էսկալացիայի միգրացիոն ճգնաժամը դա նվազագույնն է, որ մեզ կարող է սպառնալ, այսինքն Պաղստականների հոսքը մեծ թվով այո սահմանը կարող են հասնել եւ վերջապես լոգիստիկան է խաթարվում, մեր առևտրի, եթե չեմ սխալվում, շուրջ 20%-ը բաժին անգնում Հայաստան-Իրան ճանապարհին։ Իսկ եթե դա ամբողջովին կատված լինի, հետևանքները պատկերացրեք։ Օրինակ Հորմուզի նեղուցի փակ լինելու հետևանքը արդեն համաշխարհային շուկաները արձագանքում են նավթի 1 բարելը գերազանցում է $100, երբ որ միջև պատերազմը դա 35-ից $40 շրջանակներում էր եւ մեծապես հարվածում է Ռուսաստանի տնտեսությանը։ Հիմա Ռուսաստանը օրական $170 միլիոն շահույթ է ստանում։ Ուրախ է, էլի, հա, օգտվում։ Դե գիտեք ինչ է, երբ որ Միացյալ Նահանգների պես գերտերության ղեկավար ակնհայտորեն արկածախնդիր անձնավորությունը, իր բոլոր ստրատեգիական մրցակիցները դրանից շահելու են։